7 օր առանց քեզ մեր Տիգրան, հույսով հավատով սպասում ենք, խնդրում ենք Տեր Աստված, պարգևիր մեզ էդ հրաշքը, էդ ցնծությունը, էդ վերածնունդը, չեմ կարող տեսնել ծնողներիդ տառապանքը, էլ ուժ չկա դիմանալու, երանի քեզ ողջ ու առողջ տեսնենք, գրել է Տիգրանի հորաքույրը, 7 օր, 7 արևածագ ու մայրամուտ, առանց քեզ փոքրիկ, տունը լուռ, մայրիկիդ գիրկը դատարկ, քո անկյունը անշարժ, սպասող, սպասող, սրտերը շատ են, ամբողջ գյուղում, ողջ երկրում, Տիգրան ջան, որտեղ էլ լինես լսիր, քո անունն աղոթք է դարձել բոլորիս շուրթերին, ամեն խունկ, ամեն մոմ, ամեն սրտի զարկ քեզ է ուղարկվում, քեզանից զրկված րոպեները դարձան հավերժություն, իսկ սրտերը քարացած ցավից, ոչ ոք մոռացված չէ, ոչ մեկի աչքերը չեն փակվում գիշերը հանգիստ, քեզ ման են գալիս գետում, սարերում, քո ժպիտը, քայլերը, բարբառը դեռ մեր ականջներում է, քո բարձր լացը բոլորի հիշողության մեջ, հորաքույրդ ասում է էլ ուժ չունի, բայց նորից ուժ է գտնում աղոթքի մեջ, քանի որ հավատում է, որ Տերը հրաշքներ է գործում, և ամեն պահի կարող է դուռ բացվել ու դու հայտնվես քո մանկական քայլերով, աչքերում ժպիտով, Տիգրան ջան, դու ողջ պիտի լինես, դու դեռ պիտի մոմ փչես ծննդյանդ տորթի վրա, դու դեռ պիտի սահես ճոճանակով փաթաթվես մայրիկիդ վզով վազես քո տան բակում, դու պիտի վերադառնաս, մենք չենք հանձնվում, մենք քեզ սպասում ենք, հույսով, հավատով, սիրով ու աղոթքով, որը չի լռում, Տեր Աստված, պարգևիր այդ հրաշքը, ոչ միայն մի ընտանիքի, այլ ամբողջ ժողովրդի վերածնունդը, ու որ մարած լույսերը վառվեն նորից, որ մոռացած ժպիտները վերադառնան, որ Տիգրանը նորից տուն գա, Տիգրանը, ով բոլորինս է։ Որտեղ է Տիգրանը, Մարմարիկում որոնում են 2 տարեկան անհետացած տղային, իսկ հարցերը շարունակում են շատանալ։ Տիգրանի անհետացման պատմությունը սեղմվել է մի ցավոտ կետի շուրջ։ Ոչ մի հետք, ոչ մի կտոր շոր, ձայն կամ քերծվածք չկա։ Արդեն 5-րդ օրն ավարտվեց, ինչ 2 տարեկան Տիգրանին փնտրում են Մարմարիկ գյուղում, գետի երկայնքով, հարակից անտառներում, բոլոր հնարավոր ուղղություններով։ Հարյուրավոր փրկարարներ, ոստիկաններ, կամավորներ, ծնողներ ու համայնքաբնակներ մասնակցում են աննախադեպ գործողության, որը նման է ազգային ցավի վերածված որոնողական առաքելության։ Սակայն այս գործի շուրջ ստեղծվել է մի հսկայական տեղեկատվական վակուում, որը լրացվում է ենթադրություններով, սխալ տեղեկություններով, ցավալի խոսակցություններով, նույնիսկ չարությամբ։ Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ տարածել էին, թե Տիգրանը չի քայլում, ինչը ըստ նրանց ավելի հավանական է դարձնում գետն ընկնելու վարկածը, սակայն սա ըստ հարազատների սուտ է։ Հորաքույրը հրապարակային պահանջ է ներկայացրել ուղղել այդ տեղեկատվությունը։ Նրա խոսքերով Տիգրանը շատ լավ քայլում է, վազում է, շատ աշխույժ երեխա է։ Ուղղակի ինչպես շատ փոքրիկներ մի քիչ անփույթ վազող է, երբ ընկնում է, շատ բարձր ձայնով լացում է։ Այդ ձայնից բոլորս ստիպված ականջներս ենք փակում։ Նա հորդորում է, որ լրատվամիջոցները դադարեցնեն սխալ փաստերի տարածումը, քանի որ դրանով մոլորեցնում են ոչ միայն ընթերցողին, այլ նաև հնարավոր օգնողներին ու իրավապահ մարմիններին։ Տիգրանը սիրում էր մամայի գիրկը, բայց դա չի նշանակում, որ չէր քայլում, խնդրում եմ, մի շփոթեք։ Նոր վարկած է առաջ քաշվել, արծվի հարձակման հնարավորությունը, այսօր որոշ լրատվամիջոցներ հրապարակել են նույնիսկ արծվի կողմից երեխայի առևանգման տարբերակը։ Թեև պաշտոնական որևէ հաստատում այս մասով չկա, այնուամենայնիվ նման վարկածի հրապարակումը ցույց է տալիս, թե ինչքան անորոշ ու անբացատրելի է մնացել իրավիճակը։ Արծվի վարկածը հազվադեպ է, սակայն ամբողջությամբ չի բացառվում, հատկապես եթե խոսքը մեծ չափերի թռչունների մասին է։ Հայաստանում արձանագրվել են հարձակումներ փոքր կենդանիների կամ անգամ շատ փոքր երեխաների վրա, հատկապես լեռնային շրջաներում, սակայն կրկնենք, այս պահին սա պաշտոնական վարկած չէ, այլ ընդամենը քննարկման փուլում գտնվող տարբերակ։ Նշենք նաև, որ հերքվեց, որ նրանք անհասկանալի զանգեր են ստանում անհայտ անձանց կողմից։ Համայնքապետ Արթուր Քարամյանը նշել էր, որ դեռ շարունակում են ստանալ տարբեր զանգեր, չնայած ընտանիքը հերքում է այս ամենը։ Հայրը խնդրել է լրատվամիջոցներին, որ սուտ տեղեկություններ չտարածեն, և նրանք որևէ զանգ, որևէ հաղորդագրություն այլ անձանցից չեն ստացել։
Ինչ է արվում այս պահին։ Փրկարարները փակել են գետի հոսքը, որպեսզի ուսումնասիրեն գետի հատակը, հնարավոր կուտակումների, անցումների կամ խորը ջրհորների համար։ Ջրասոզակները ներգրավել են ավելի խորը ստուգումների համար մետր առ մետր քայլելով գետի ամբողջ հոսանքով։ Օգտագործվում են դրոններ, ջերմատեսիլ սարքեր։ Մոտակա տարածքների բնակիչներին հորդորվել են նորից ստուգել իրենց գոմերը, նեկուղները, շինությունները, տանիքները։ Մշտական կապ է պահվում քաղաքացիական կամավորների հետ հսկայական մարդկային ռեսուրսների ներգրավմամբ։ Ինչ սպասել առաջիկայում։ Սպասվում է նոր ջրային սարքավորումների ներգրավում գետում տեսանելիությունն ավելացնելու և ստորջրյա հետազոտությունը թարմացնելու համար։ Քննության նոր փուլում հնարավոր է, որ փոխվի նաև քրեական գործի շրջանակը, սկսելով դիտարկել առևանգման և երրորդ անձի ներգրավման վարկածը։ Գյուղի մերձակա բոլոր տեսախցիկները նորից ստուգվում են առանց բացառության։ Ստուգվել են նաև այդ օրը գյուղ մտած մեքենաների տերերին։ Վերջապես, ուր է Տիգրանը, ոչ մի տեսանելի հետք, ոչ մի վկայություն, ոչ մի վստահելի պատասխան։ Բայց կա մի բան, որն աներևակայելի ուժով ապրում է այս 5 օրերի ընթացքում՝ հույսը։ Տիգրանի ծնունդն է մոտենում, ավելի շուտ արդեն նրա ծնունդն է, մայիսի 9-ը։ Շատերը դեռ հավատում են հրաշքին, մնում է համախմբվել, ճիշտ ինֆորմացիա տարածել, չմոլորեցնել, չտարածել սուտ և շարունակել փնտրել մինչև վերջին շունչը։ Տիգրանը մի ամբողջ ժողովրդի որդին է դարձել, և այդ ժողովուրդը պատրաստ է անել անհնարինը նրան գտնելու համար։ Նշենք, որ հորաքույրը գրել էր, որ Տիգրանի չքայլելու վերաբերյալ սուտ գրառումներ են տեղի ունենում։ Որպեսզի գործի հունը ճիշտ ընթանա, որ այն մարդիկ, ովքեր փորձում են օգնել մեր Տիգրանին, ճիշտ ինֆո իմանան, չգիտեմ որտեղից եք դա վերցրել, հարգելի լրատվականներ, թե երեխան չի քայլում, դա սուտ է։ Դա չի համապատասխանում իրականությանը, իր տարիքին համապատասխան քայլում է, Տիգրանը շատ լավ քայլում է, վազում է, շատ ջիր ու աշխույժ երեխա է, ուղղակի անփույթ վազող է, եթե վազում է անպայման ընկնում է ու շատ բարձր ձայնով լացում։ Տիգրանն այնքան սուր ձայն ունի, որ լացումը մենք մեր ականջները փակում ենք, պահանջում եմ, խնդրում եմ, ուղղեք և մի տարածեք, որ չի քայլում, ուղղակի Տիգրանը սիրում էր միշտ իրա մամայի գիրկը լիներ։ Ու քայլել, չքայլելը տարբեր բաներ են, ճիշտ գրեք, տարածեք, որ ճիշտ ընթանա ամեն ինչ։ Շնորհակալություն։ Նշենք, որ այսօր վաղ առավոտից սկսվել էին փրկարարների որոնողական աշխատանքները։ Բացի պետական փրկարար ջոկատներից, տարածքում աշխատել են նաև բազմաթիվ կամավորներ, զինվորականներ, համայնքի բնակիչներ, անգամ այլ մարզերից ժամանած մարդիկ։ Չնայած պաշտոնական վարկածը շարունակում է մնալ երեխայի հնարավոր գետն ընկնելը,